Համաձայն եք Փաշինյանի հետ, որ մենք այսօր ապրում ենք այն ապագային, որի մասին երազել ենք։ Իհարկե ոչ։ Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք Ռուբեն Բաբայանը ձեր բոլոր հարցերին պատասխանել է։ Ով կլինի, ինչ կլինի, էական նշանակություն չունի։ Չեմ բանում, լպատիրացուն չունե, որ ունենամ ասեմ։ Ոչ։ Ինչու՞։ Տեսնում ենք ամեն ինչ։ Պարզ չի, քանի տարի է։ Բավական չի այդքանը։ Ինչը ձեզ դուր չի գալիս Փաշինյանի կառավարությունը։ Ոչ մի բանը։ Ոչ։ Դե ես իմանամ, ես համաձայն չեմ։ Միանշանակ ոչ։ Այս մենք սենց ապագա չենք ուզել։ Մենք մեր երկիրն ենք ուզում, մեր խաղաղությունն ենք ուզում։ Ու չվախենանք, որ մեր երեխաներին կտանեն հենց այնպես մատաղ կանեն ուրիշներին։ Ես մեր հին երկիրն եմ ուզում։ Դե ինքն ասում է խաղաղություն է հիմա։ Չէ, իր խաղաղությունը թող պահի Իրաստան համար։ Մենք մեր խաղաղությունն ենք ուզում։ Հարազատ Փաշինյանի հետ ոչ մի հարցում էլ համաձայն չենք։ Ինչու՞։ Նրա ասած ոչ մի խոսքին ոչ կարելի է հավատալ, ոչ էլ լուրջ բան ասում։ Այստեղ մի բան ասում, այնտեղ մի ուրիշ բան։ Այսօր ասում է, էսի կարելի է, վաղ ասում է չի կարելի։ Օրինակ այսօրվա իրականությունը ձեր երազած ապագան է։ Այսօրվա իրականությունը դուք ինչ նկատում եք, բալիկ ջան։ Այն Հայաստանը, որ հիմա ունենք, որ ապրում։ Ուրա մեզ Հայաստանը մնաց է, ավիրեցին։ Այն թասիպը, նամուսը, այն որ մենք դուրս ենք գալիս ուրիշտեղ ավտարիցիտ էինք, հայազգը իրոք ես Ռուսաստանի սովորած տղա եմ։ Հայազգը որ ես որ այն ժամանակ սովորում էի այնտեղ Միջին Ասիայի այն ժողովուրդը համարում են մեր համեմատ երկրորդ կարգի մարդիկ, հասկանում ես։ Ես համալսարանից դուրս էի գալիս, տղաները մոտենում էին, ինձ դասախոսի տեղ էին դնում, մեծանում էին։ Ես էլ մի տեսակ լավ էի զգում ինձ, որ ես հայ եմ։ Այդքան բաները բալես, ինչ ասեմ։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ մենք այսօր ապրում ենք այն ապագայում, որի մասին երազել ենք։ Ընդհանրապես քաղաքականությունից հեռու են, բայց Փաշինյան անունը լսել չեմ ուզում։ Այդքան երիտասարդների գլուխը կերավ, հետո էլ ասում է Ղարաբաղը երբ է մեր եղել որ այդ մարդուց էլ ինչ ուզես, միայն տականք կարող եմ ասել։ Այո, բայց հիմա չեմ խոսահարում։ Իհարկե, մենք Ֆրանսիայից ենք հասել այստեղ, որ իրան ընտրենք։ Միակ մարդը, որ կարանք համեմատենք առաջվա համալիրը, որ սարքեց, ինչ էր անունը։ Կարեն Դեմիրճյանը, բալակարամ հավասարացրել։ Չի գալիս, մեր կարծիքով ինքը ամեն ինչ անում է այն, ինչ որ պետք է հայազգի համար։ Մեր հայազգը սովորա կռիվներ, չանգատասրանրա հետ, մի քիչ սիրուն չի։ Երեխեքը թող հանգիստ մնան մի քիչ։ Հարմարվեն, որտեվ ինքը էսի Փաշինյանի հաշիվչի իրանց փողերը, որ իրանք նստեն, չկարողանա առնել Փաշինյանը, վերջ։ Տեսեք հիմա ինչ ազատ ենք, խոսում ենք, իսկ առաջ հնարավորություն չկար, խոսքի ազատություն չկար։ Այս մարդը տվել է մեր բոլորին։ Ամեն մարդ իր կարծիք ունի, համենայն դեպս զիպիլ լցվեն, պետք չի տեսնեն։ Այդ ինքն է դες բան ասե, կարգի խելացի մարդ է, գաղափար չունեինք։ Ինչ ապագա, դա ինչ բան է։ Երկրի մաման լացացել է, այլ ապագայի մաման է լացացնում։ Ինչ է փոխվել դրանից։ Գիտեք ես ինչ կասեմ, կշկոպիտ եմ ասում, բայց սոված մարդը կյանքում չի կշտանում, հասկանում եք։ Իսկ ուտելը, ախորժակը ուտելուց է բացում։ Այնպես որ ինչ ապագա չեմ տեսնում ես այս երկրում, չկա, որն է 15 միլիարդ պարտն է ապագան, հա, դա է մեր ապագան, թես խայտարակ վիճակ, խայտարակ երկու բար կասեմ, ուրեմն գիտեք ինչ, Փաշինյանը տենց էլ չհասկացա, որ դեմոկրատիան դա անտերություն չի, իսկ ազատությունը դա անարխիա չի։ Այս երկու կարևոր հանգամանքները նա տենց էլ չհասկացա։ Իսկ ապագան եթե ինչ-որ խոստումներ է տալիս, նա խոստալ է վարպետ է խոստալու, կարող է ճոռոն բաներ ասել, վայ, գիտեք, ես նենց բան չեմ ասել, ինչ եք խոսում, բա ես տես բան կասեմ, այնպես որ ես չեմ զարմանում, շատերը չեն զարմանում, ահավորը դա չէ, ահավորը այս
անտարբեր հասարակությունն է, որ յաններն անջատած ապրում են, ես անընդհատ կրկնում եմ նույն բանը, ինձ միգուցե մեղադրեն դա անեմ, որպեսզի նրանք վերջապես հասկանան, որ մեր խնդիրները մենք ինքներս պիտի լուծենք, իսկ միմյանց խաբելով, միմյանց թալանելով, այնտեղ չգիտեմ կաշառքներ եւ այլ վերցնելով, մենք երկիր չենք տա այն հիմա ռոլսներով եւ կադիլակներով, էլիտար շենքերով մենք պետություն չենք դառնա։ Այդ է ահավորը, եւ մեզ ոչ մի ապագա չի սպասում, բացարձակապես։ Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք ապրում ենք այն ապագայում, որի մասին երազել ենք։ Երևի ասեի չէ, դե այ բալա։ Դե Նիկոլ Փաշինյանը ով է կամ այն մեկով ախր չգիտենք ախր չգիտենք ոնց է լինելու ինչ է ստաց եկս այսօր որ հանգարց Աստված շանի Եվրոսայուզ մտավ ինքը մի ամիս հետո մի ամիս ինքը մտավ Եվրոսայուզ թող ինքը լսի կտնակ ցույց ինքը որ մտավ Եվրոսայուզ մենք ստեղ բոլորս սով ենք մատնվելու, այդքան բան կարամ ասել։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև մեզ գազը կփագի, օդը կփագի, տրանսպորտը կփագի, մեր գյուղացին ինչ պետք է անի։ Իր այդ միլիոնավոր, միլիարդավոր այդ ամեն ինչը որտեղ պետք է վաճառի։ Ինքը ոչ միտեղ չի կարող։ Ինքը 20 ընկանա եւ այլ եւ այլ եւ այլ։ Հասկանում եք, սա է։ Բայց մեր դաշնակիցը մեր Ռուսաստանն է, մեր ընկերն է, մեր բարեկամն է, չէ որ մեր ամբողջ արտադրությունը գնում է Ռուսաստան, ամբողջ շուկան Ռուսաստանյան հանրապետությունում է, լինում այդ ամբողջը, հասկանում եք, սա քաղաքականություն է, ես կյանքում չեմ մտել քաղաքականության մեջ, չեմ սիրել այդ բանը, բայց Ռուսաստանից հրաժարվում ենք, ուրեմն մի հատ մեծ ճգնաժամ է գալիս, որ այսօր ես միկրոֆոնը չեմ նկատել, ու դու չգիտես ում ինչ հարցնես։ Փագելու է օդը, գազը, ամեն ինչ, սննդամթերքը մենք 80%-ը ստանում ենք Ռուսաստանից։ Ինքը ուզում է Եվրոպա, Եվրոպան որտեղ է, Ռուսաստանը հես է, ընդամենը 400 քանի կիլոմետր է, բայց Եվրոպան 4000 կիլոմետր է մեզից հեռու, եկուս այսօր ես, դու, մեր եղբայրը, մեր ամբողջ հայ ազգը սով ենք մատել, այդքան բան կարամ ասեմ, թող ինքը իմանա, որ չի կարելի մեր դաշնակից ընկերոջը, տես Պուտինը ասեց, չէ, մայիսին ասեց, ինքը կայնա պուբլիշնի ասեց, պուբլիշնի, սենց ասեմ, ասեց, կամ Եվրոսայուզ, Եվրոպական միություն կամ Ռուսաստան, ընտրեք, ամսի 28-ին Ղազախստանում ինչ-որ բան պետք է լինի, փոխվարչապետի մասնակցություն, այնտեղ իրան կդնեն իր դեմը կասեն կամ Ռուսաստան կամ Հայաստան, կամ Եվրոպա, իրանք արդեն չեն կարող նստեն մի հատ երկու աթոռի վրա, կամ ընդ կամ հիմա եթե Ռուսաստանը մերժում է մեզ, գազ օգտագործում եք ձեր տունը, մեկ, լույս օգտագործում եք երկուս, օդ ունենք, ջուր ունենք, ամեն ինչ, այս սաղ կախված է Ռուսաստան, ոչ թե ինչ-որ մենք ոնց կարելի ասել, ինչ-որ չգիտեմ ինչ, եկուս միսոր մեզ Ադրբեջանն էլ է ճնշելու, Թուրքիան էլ է ճնշելու, Եվրոպան էլ է ճնշելու, սա կճնշեն մեզ էլի, հասկանում եք, սա է, պրոստը ես իմ կարծիքն եմ հայտնում, ես ոչ Նիկոլ Փաշինյանն եմ մեղադրելու, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ մեկին, ես չունեմ ոչ մեկին վատ բան ասելու, որովհետև ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես սիրում եմ սենց ազատ քայլեմ իմ փողոցով, որովհետև 60 տարի այստեղ մեծացել եմ Հայաստանում, ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, հասկանում եք, մենք ուզում ենք լավ ապրենք, խելոք ապրենք, գեղեցիկ ապրենք, խաղաղ ապրենք, սա է, թե չէ ինչ-որ Արցախյան հարցը,
ցավը տանեմ կներես աղջիկ ջան, ես էլ եմ ասում, ես քաղաքացիությամբ չեմ զբաղվում, Արցախյան հարցը թող ով քվեարկի, ոնց քվեարկենք, ոնց ենք անում, ինչ ենք անում, չգիտեմ ոնց են հետ վերադարձնելու եւ այլ, դա արդեն Աստված գիտի կամ ղեկավարությունը գիտի, հասկանում եք, ես միշտ սիրել եմ արդար գեղեցիկ ապրեմ, էլի, հասկանում եք, ես ոչ մեկի ոչ մուրել եմ, ոչ էլ 60 տարեկան տղա եմ, ես ինքնուրույն եմ աշխատել, ստեղծել եմ Փառք Աստծո, ունեմ 2 լավ զավակ, Փառք Աստծո, շնորհակալ եմ Աստծուց, որ այդ 2 զավակը իմ կողքն են, սենց, էլ մի խոսքով կարելի է ապրել լավ գեղեցիկ աշխարհում, բայց կա մի բան, պետք է ունենանք ուժեղ ղեկավար, ամենակարևորը, ունենանք ուժեղ պաշտպանության նախարար եւ ունենանք ուժեղ գյուղատնտեսության նախարար, որ այդ մարդիկ գյուղատնտեսությունը զարգանա, որ գյուղացին չխեղճանա, իր լոլիկի ու վարունգա վաճառի ապրի, չէ որ մարդը աշխատնա, չէ որ հիմա դուք աշխատում եք, այս պահին դուք աշխատում եք, չէ որ մեկ պետք է գնահատենք ձեր աշխատանքը, պետք է գնահատենք տաքսիստների աշխատանքը, ավտոբուսների աշխատանքը, տրոլեյբուսի եւ այլ, պետք է համախառը արդյունաբերություն լինի, չկա Երևան, Հայաստանում չկա մի գործարան, ինձ կարող եք ցույց տալ ինչ-որ մի գործարան, չկա երազ գործարանը, չկա էլեկտրոապարատների գործարանը, չկա էլեկտրո հաստոցան ձերժիսկին, չկա էլեկտրոն, չկա ավտոդողերը, չկա նայրիտը, չկա պոլևինը, երազ գործարանը, խալաձինիկների գործը, հասկանում եք ամբողջ արդյունաբերությունը քանդ ու քարապայեղ է, ես ոչ մի ղեկավարության ոչ խնդիր ունեմ, ոչ պրոբլեմ ունեմ, ոչ էլ գգա ընտրությունը, մենք ընտրենք ումը որ պետք է, այդքան բան կարամ ասեմ ձեզ։